Հոգևոր կյանքի ամբողջ իմաստը նա է, որ ոչ թե դու ինչ-որ մեկին բարձրացնես զուհասեղան, այլ դու քեզ բարձրացնես զուհասեղան։ Աստծո կարողությունը պետք է, որ դու քեզանից կարողանաս ազատվես, դու դա օգտագործում ես ուրիշի վրա։ Դու կարող ես հիմա քեզ համար այդ հարցերը վերանայել, եթե քո կապը Քրիստոսի հետ չկա, դու մոռացի, որ հոգևոր կյանք կարա լինի։ Մենք կարող ենք թվարկենք, թե դու ինչերի հետ կապ ունես, բայց եթե քո կապը Քրիստոսի հետ չկա, այդ նշանակում է քո մոտ չի կարող ոչինչ լինել, հնարավոր չի, դա բացառվում է, որովհետև հոգևոր կյանքը քո հետ ոչ մի կապ չունի, միակ բանը, որ դու կարաս անես, դա խանգարելն է։ Մենք տարիներով խանգարում ենք իրան։ Ինչ էլ որ մեր կյանքում կա, այդ իր շնորհքն է կամ իր ողորմությունն է։ Հոգևոր կարողություն չենք կարող ունենալ, եթե Քրիստոսի հետ կապ չկա։ Ես համարձակ կարող եմ ասել, որ շատ քիչ քրիստոնյաներ են, որ լցվում են Սուրբ Հոգով ներքին սենյակում։ Շատ քիչ քրիստոնյաներ։ Քրիստոնյաներ շատ են, բայց իրանք զբաղված են հոգևոր կյանքում շատ բաներով, սկսած ծառայությունից, վերջացրած ուրիշներին դատելով։ Բայց դա չի հոգևոր կյանքը։ Հոգևոր կյանքը այն մտերիմ կապն է Քրիստոսի հետ, որը օգնում է, որ դու իրան չխանգարես,